Բարի երեկո, սիրելի քրիստոնյաներ, ես այսօր ուզում եմ խոսել Էշմիածինի դեպքերի մասին, որ 10 եպիսկոպոսները գնացել էին Էշմիածին և ուզում էին, որ վեհափառ հայրապետը լքի իր կաթողիկոսական աթոռը։ Ես 7 տարի առաջ մասնակցել եմ Նոր Հայաստան Նոր Հայրապետ շարժմանը, եղել եմ Գնդեվանքի Խաչի քավորը 7 տարի և ես ինքս այն ժամանակ ուզեցել եմ, որ Գարեգին կաթողիկոսը լքի իր գահը, բայց 7 տարի շփվելով իրենց հետ, նախկին Գնդեվանքի վանահայր Հայր Գոյրունի, այսօրվա կարգալույծ Արմեն Առաքելյանի հետ, ես հասկացա, որ ինքս կի Գարեգին վեհափառի ոտի եղունգը չարժի և շատ անբարոյական, բառից բուն իմաստով, հոգևոր լեզվով ասած, նա պոռնիկ է և ես դա կարող եմ ապացուցել, երբ ցանկանա դեմ առ դեմ նստելով ինձ հետ, կուզի հեռուստատեսությամբ ելույթ կունենանք, կուզի հենց այսպես թող հավաքվի, գա ես էդի ապացուցեմ։ Եվ ես կխնդրեմ բոլոր քրիստոնյա ժողովրդին, որպեսզի իմ սխալները իրենք չանեն։ Ես այսօր համայն հայությունից, համայն քրիստոնյա աշխարհից ներողություն եմ խնդրում և եկեղեցու բոլոր հոգևոր առաջնորդներից, եպիսկոպոսներից, հանձինս Գարեգին կաթողիկոսից ես այսօր ներողություն եմ խնդրում, որ 7 տարի առաջ մասնակցել եմ այդ պոռնիկների հետ իր դեմ ցույցին։ Խնդրում եմ քրիստոնյա ժողովուրդը զգոն եղեք, նրանք այս ամենը անում են ոչ թե Աստծո փառքի համար, այլ իրենց գահի, իրենց աթոռի համար։